Հոկտեմբերի 16-ին Հայաստանում կբացվի ամենաերկար ճոպանուղի։ Դրանով էլ կմեկնարկի Տաթևի վերածնունդ ծրագիրը։ Մի ծրագիր, որը նպատակ ունի ոչ միայն Տաթևը վերածել գործող տուրիստական կենտրոնի, վերականգնել Համալիրի գիտական ավանդույթները, այլև բացառիկ հնարավորությունը Տաթևի հարակից համայնքների զարգացման համար։ Հիշեցնեմ, ընդամենը 1 տարի առաջ Տաթևի վերածնունդը շատ գեղեցիկ մի ծրագիր էր, բայց միայն թղթի վրա։ Հենց այդ ժամանակ փետրվարյան նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 20 միլիոն ամերիկյան դոլար արժեքով Տաթևի վերածնունդ ծրագիրը։ Կառավարության ղեկավարը ընդգծեց հատկապես վանական Համալիրի հարակից համայնքների զարգացման հնարավորությունը։ Ես կարծում եմ օգուտ այնքանով կլինի, որ գյուղացին կարող է իր արտադրված մթերքների մի մասը իրացնել այդ տուրիստների միջոցով եկող-գնացողի եւ նրանք էլ կհավանեն այդ մթերքները, որը կարող է նույնիսկ դուրս գա Հայաստանի սահմաններից դուրս։ Մասնագիտությամբ ֆիզիկոս Մանկավարժն Կերվանյանը, որ վերջին տարիներին ակամա հմուտ մեղվաբույծ է դարձել, նման հավատ ու վստահություն չուներ 1 տարի առաջ, երբ առաջին անգամ գյուղապետից լսեց, թե իրենց կողմերում ավելի կոնկրետ Տաթևում մեծ ծավալի ներդրումներ են անելու, մինչև աչքով չտեսավ գյուղամիջով երթևեկող շինարարական տեխնիկան եւ նրանց կողքին մեծ ու փոքր պաշտոնյաներին։ Ճիշտ ասած, ես առաջի առեակցիան չհավատացի, որ կարող է այդպիսի ահռելի ներդրում անեն։ Կասկածը փոխարինվեց լավատեսության եւ փոխանցվեց գյուղի յուրաքանչյուր բնակչի։ Շինուհայրը Սյունիքի ամենախոշոր գյուղն է, ավելի քան 550 տնտեսություն ունի։ Այդ մասին է խոսում այն փաստը, որ խորհրդային տարիներին այստեղ ռետինե կոշիկների ֆաբրիկա էր գործում շուրջ 800 աշխատատեղով։ Ներկայիս հողագործական եւ անասնապահական հիմնական գործերին գյուղաբնակի համար գումարվել են այս կողմերի համար թարմ շունչ բերած ճանապարհաշինությունը, երիտասարդներն էլ հարկադրաբար թողել են պարապ կյանքը ու ճանապարհաշինարար դարձել։ Գորիսից եկած շինարարական կազմակերպությունում են աշխատում։ Մինչև հոկտեմբեր ամսվա կեսը ավարտին են հասցնելու դեպի Հալիձոր գնացող ճանապարհահատվածը։ Համայնքի ղեկավարը խնդիրներից հետո կխոսի, որովհետև համոզված է, որ գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցն էլ է լուծվելու։ Մանկապարտեզ ու երաժշտական դպրոց ունեն, իսկ դպրոցը վերջերս է վերանորոգվել։ Շինուհայրի այսօրը փոխվել է, իսկ վաղը գյուղապետը համոզված է, որ ճոպանուղու բացումից հետո գյուղի համար լուսավոր գույները ավելի կշատանան։ Հետագայում, ասենք, ստեղծելով իջևանատներ կամ թեկուզ իրենց արտադրածը, գյուղացու արտադրածը հնարավոր կլինի վաճառելու զբոսաշրջիկների վրա։ Մի խոսքով որոշ չափով իմ կարծիքով կակտիվանա, կաշխուժանա կյանքը մեր համայնքում։ Սա բավական արդեն նաև օգտավետ հենց այս պահին օգտակար գործ է գյուղի բնակչության համար։ Իսկ Իջևանատուն հյուրանոցը նախատեսված է կառուցել Շինուհայր եւ Հալիձոր գյուղերի միջև, դեպի Տաթևի վանքը տանող ճոպանուղու կայանի մոտ։ Հիմա ամեն մի շինուհայրցի արդեն հանգամանորեն կարող է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Տաթևի վերածնունդ ծրագիրը։ Այս տարածաշրջանի զբոսաշրջային մեծ ներուժն օգտագործելու համար անցյալ տարի ազգային մրցունակության հիմնադրամը արձագանքեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նախաձեռնությանը, որը նպատակ ուներ նոր շունչ հաղորդել Տաթևի վանքին, միջնադարյան վանական եւ կրթական ավանդույթները կրող Համալիրը գրավիչ դարձնել ոչ միայն զբոսաշրջության համար, այլև շրջակայքում պայմաններ ստեղծել դասընթացների, գիտաժողովների եւ սեմինարների իրականացման համար։ Իսկ վերջին նպատակի համար, ինչպես նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, առաջին հերթին անհրաժեշտ էր լուծել այդ վայրի հասանելիության խնդիրը եւ մշակվեց այսպես կոչված զբոսաշրջության հարավային առանցքի տեխնոլոգիան, որով հստակեցվում էր, թե ինչ հաջորդական փուլերով կարելի է հասնել բուն նպատակի՝ վերակառուցել վանական Համալիրը, աշխուժացնել տարածաշրջանը գյուղական համայնքներին համաչափ զարգանալու հնարավորություն ընձեռելով եւ այլն։ Ծրագրով նախատեսված է, որ տուրիստական մի քանի գործիքներով, ինչպիսիք են գիշերակացն ու նախաճաշը, հնարավոր կլինի սերտացնել զբոսաշրջիկների եւ գյուղաբնակների շփումը։ Ծրագրի պատասխանատուները համոզված են, այդ տարբերակով համայնքները Տաթև, Հալիձոր, Տանձաթափ, Սվարանց, Խոտ, Շինուհայր եւ Խնձորեսկ արագ կզարգանան։ Տաթև գնացողը անպայման կամ 90%-ով ուզում է վերադառնալ Երևան նույն օրը։ Արդեն դինամիկան փոխվում է։ Մարդիկ գնում են այնտեղ մեկ հավանաբար
ուզենան մեկ գիշեր անցկացնել եւ հետո շարունակել դեպի հարավ։ Տաթևի վերածնունդ ծրագրի ծանր հրետանին աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցման գաղափարն էր։ Հավակնոտ այդ նախաձեռնությունը մոտ 6 կիլոմետրանոց հմայքը, ինչպես տեղացիներն են արդեն հասցրել անվանել, կարող է լրացնել Որոտանի կիրճի եւ Տաթևի համալիրից ստացած տպավորությունները։ Հոկտեմբերի 16-ը ճոպանուղու հանդիսավոր բացման արարողությունը շատ մոտ է։ Մրցունակության հիմնադրամն արդեն ապահովել է այս կողմերի համար ինչ որտեղ էկզոտիկ փոխադրամիջոցի գովազդային մեծ արշավ։ Euronews-ը 2 շաբաթ շարունակ ամեն օր 2 տարբեր ծրագրերով Տաթևը լուսաբանելու է։ Դրանից մեկը high-tech է գոչվում, ինքը ջոբանուղու վրա է կենտրոնում, իսկ մյուսը focus կամ zoom, որը ընդհանուր հարավային միջանցքի եւ Տաթևի վրա է կենտրոնանալու։ 24 արտասահմանցի լրագրող ենք բերում, որբեսի խոշորագույն եվրոպական, ամերիկյան եւ այլ թերթերից, նաեւ Ռուսաստանից, որբեսի իրենք լուսաբանեն այդ միջոցառումը եւ նաեւ Տաթևը եւ հարավային միջանցքը։ Տաթևում սակայն ճոպանուղու շինարարությունը որքան ուրախացնող է, նույնքան էլ մտահոգիչ է։ Տաթևցի Աննան, ով նաեւ ծրագրի տեղեկատվական կենտրոնի համակարգողն է, բազմիցս համագյուղացիներից լսել է, որ ճոպանուղին, եթե տուրիստի համար հետաքրքիր կարող է լինել, ապա իրենց համար գուցե լինի անմատչելի։ Վաղ կա, որ փոխադրավարձը բարձր կլինի։ Ահա թե ինչու մտածում են, որ կարևոր է գյուղ տանող ճանապարհը բարեկարգվի։ Պետք չի, որ եսի մինչեր անեն, հենց նույնիսկ ասում են լայն ճանապարհ մեզ պետք չի, նեղ ավելի հետաքրքիր, որ մենք չարչարվելով հասնենք ավելի նեղ, բայց ինչ որ հրաշք մի բան տեսնենք։ Հիմնադրամում վստահեցնում են, որ ճոպանուղու գների մասով շահագործող կազմակերպության հետ բանակցությունների մեջ են ու հաստատ կանգ կառնեն հարմար գնի վրա։ Իսկ սա Հալիձոր Տաթև ճանապարհահատվածն է։ Շինարարների առջև խնդիր է դրված լայնացնել այն, քարաթափել, դարձնել հնարավորինս անվտանգ։ Այս հատվածում մինչև հոկտեմբերի 16-ը կառուցվելու է նոր որակի ծեծած խճից ճանապարհ։ Ճիշտ է, ասֆալտապատ չէ, ինչպես Սիսիան-Հալիձոր հատվածը, բայց այստեղ տեղանքի եւ ռելիեֆի համար առավել սազական լուծում է գտնված։ Կառավարությունը շուրջ 10 միլիոն դոլար է տրամադրել Սիսիանից մինչև Տաթև ընկած հատվածը բարեկարգելու նպատակով։ Հալիձորցիների աչքի առջև բարձրացած հնարանի վրա բոլոր այն երկրների դրոշներն են, որոնց անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ գաղափարը իրականություն է դառնում։ Դավիթ Բեկի ազատագրական շարժման բնօրրան Հալիձորը թեև ավելի փոքր, սակայն պակաս աշխուժ համայնք չէ։ Գյուղում օրը ցերեկով ոչ մի պարապ մարդ չգտնվեց։ Համայնքի ղեկավարը թաքուն ու զսպված հպարտությամբ նկատեց ջահելները աշխատում են ճոպանուղու կայանի եւ ճանապարհի շինարարության վրա։ Գյուղացիները, ովքեր որ կարող են սպիտակը տեսնել, հավատում են, ովքեր չեն կարող, դա հետո կհավատան։ Մեր ազգի մեջ դες խավ կա, մեկը աշկով հավատում, մեկը ականջով։ Կտեսնեն կհավատան, բայց որ շատ հեռանկարային ծրագիր է եւ գյուղացիները միանշանակ որ կօգտվեն։ Որոշված է իրենց գյուղում կանգ առած զբոսաշրջիկին պատմական հին գյուղը եւ հարան ճանապարհը ցույց տալու զատ հենց գյուղավարի էլ հյուրասիրելու են։ Ազգային մրցունակության հիմնադրամի աշխատակիցները եկել ծանոթացել են Զանգեզուրյան խոհանոցին, հետո տեղեկացրել, որ ներդրումային այս մեծ ծրագրում Գողտրիկ Հալիձորը եւս ակտիվորեն կներգրավվի։ Տիկին Գայանեն խոհարարական զբոսաշրջության գաղտնիքներին կարելի է ասել վաղուց է ծանոթ։ Լավ գիտե տուրիստներն իրենց կողմերում ինչն են հավանում։ Տուրիստները ինչքան իմ բանով, փորձով ես գիտեմ, որ իրենք շատ են հավանում բանջարեղենը ու մեր կատնամթերքը։ Նաև մեր մուրաբաները, ու իրանք շատ են հավանում մեր մուրաբաները, մեր միրգը։ Հիմնականում իրենց ինձ թվում է մի քիչ իրանք սառնասրտորեն վերաբերվում են մսեղերի։ Ձուկ են շատ սիրում։ Եռամյա ծրագիրը նոր է մեկնարկել, բայց արդեն փաստորեն փոքրիկ հեղափոխություններ է արել գյուղում, նոր բովանդակություն բերել կյանք։ Տուրիստական հարավային առանցքի գլխավոր կետում ենք Տաթևի վանական համալիրում, ավելի կոնկրետ Ձիթանում։ Ազգային մրցունակության հիմնադրամը մինչև ճոպանուղու բացումը մտադիր է թանգարանային տեսքի բերել այն, իսկ այդ ընթացքում անգամ անսպասելի հնագիտական բացահայտումներ են եղել։ Այս հաջորդ փլուզված սենյակը դա օժանդակ սենյակ չի եղել եւ հանդիսացել է Ձիթանի երկրորդ ճզմարանը, որը արդեն կարասով, ճզմարանի կարասով եւ կաղքարով որ գտնվելա դա բացահայտվել է եւ այդ պատճառով մենք որոշեցինք որ երկրորդ փլուզված ճզմարանը վերականգնել ամբողջական վերականգնել թաղով եւ դա կօգտագործվի որպես ցուցադրական ինչպես
ամբողջական ձիտանը։ Զբոսաշրջիկներին անպատճառ կհետաքրքրի, թե ինչպիսի հնարքների է դիմել միջնադարում ապրող ամենասովորական հայ մարդը կտավատից ձեթ ստանալու համար։ Հաջորդ տարվանից կսկսի ծրագրի մյուս փուլով անական համալիրի վերանորոգումը։ Մինչ այդ տաթևցի տղամարդկանց մի մասը ձիթանի ռեստավրացիոն աշխատանքներին է մասնակցում։ Մենք աշխատում ենք համայնքի հետ մի քանի համայնքային туриզմ գոչված այդ produktների վրա, ինչպիսին են խոհանոցային զբոսաշրջության ծրագիրը, bed and breakfast-ների, այսինքն գյուղացիների տան գիշերագործության հնարավորություն ստեղծելու ծրագիրը եւ այլն։ Մենք արդեն դաթևում սկսել ենք գտնել այն տուները, որոնք հնարավորություն ունեն այդ ստանդարտներին հասնելու։ Այս կացարանը մեկն է, որ նախատեսված է գիշերակացի համար, առանց եվրավերանորոգման հարմարավետության նվազագույն պայմաններով։ Ամեն ինչ միջավայրի բովանդակության մեջ հենց այս տրամաբանությամբ զբոսաշրջիկը այլ ցանկություն չի էլ նշում տաթևում 1 կամ 2 գիշեր անցկացնելու համար։ Տուրիստներից նույնիսկ հարցնում ենք, թե իրենց համար ինչն է ցանկալի, ինչը ոչ, ինչ կուզեին, որ չկա, որ մենք տուրեր չունենք տաթևի տեսարժան վայրեր, շատ կարճ է, բայց հետաքրքիր, որ անպայման կարևոր փաստ է, որ պետք է լինի։ Մտածում ենք այդ ուղղությամբ։ Տաթևի մասին չդադարող խոսակցությունները այս տարի հենց հայաստանցի տուրիստներին այստեղ բերեցին։ Արտասահմանցիներին հայ տուրօպերատորները արդեն հոկտեմբերից միանգամայն նոր առաջարկ կներկայացնեն տուրփաթեթում։ Ինչ վատ է պատմական համալիր գումարած էքստրիմ։ Մինչ այդ գյուղամիջում շինարարական եռուզեռի մասին ակտիվորեն տալիս առնում են մեծահասակները։ Ճիպանողին շատ պատրաստում են հոկտեմբերի 14-ին բացումն ալինելու։ Դե ժողովուրդը կգանք կտեսնան, հենց 3 ամիսային են այդ գործը կատարումը։ Տրեղ կարող Ազատ Պապիկը ուրախ է, որ իրենց փոքրիկ գյուղը վերջապես աշխուժացել է։ Համոզված է, որ եթե այս տեմպով շարունակվի, աշխատատեղեր էլ կստեղծվեն, գյուղի երիտասարդները հետ կգան եւ կկատարվի իր ամենամեծ ցանկությունը։ Տաթևը տական աշխուժ եղել է, մինչև վերջն էլ աշխուժ գնում է, բայց երիտասարդ չկա, լրիվ գյուղան դուրս են եկալ քացալ։ Իս նման սերերն եք մնացալ։ Մրցունակության հիմնադրամում մտածել են, որ հետագայում ճոպանուղու եւ հյուրանոցի շահագործումից ստացած եկամուտները կվերահսկվեն շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից, որ այդ գումարները կուղի այդ շրջանի զարգացմանը։ Այս ամենին զուգահեռ մրցունակություն խթանող այս կառույցում հաշվարկել են, թե հարավային առանցքի վրա էլ ինչ գրավիչ երթուղիներ կարող են առաջարկել։ Հարավային միջանցքը, որ մենք համարում ենք կամայական նորավանքից մինչև ասենք Գորիս Խնձորեսկ, հա, ճանապարհին ներգրավելով ոչ միայն ջերմուկը եւ տաթևը, այլ նաեւ մյուս շատ դեսարժան վայրեր, Արենի, Եղեգնաձոր, Գարահունչ, Մոզրովի Կարանցավը, Մագելի Կարանցավը, այդ ամբողջ համագարք է իսկականում հարավային միջանցքը։ Հիմա արդեն ռեսուրսներ ունենք, արտասահմանյան մի գազագերբություն մրցութային սկզբունքներով ընտրել ենք եւ սկսելու ենք արդեն 1 շաբաթից այդ հարավային առանցքի պլանավորման գործընթացը։ Այս ամենի արդյունքում 4 ժամ տևող ուղևորությունը կարող է վերածվել 4-օրյա հետաքրքիր ու բազմազան ճամփորդության դեպի մեր երկրի հարավ, համոզված են ծրագրի նախաձեռնողները։ Ավելացնենք նաև, որ Տաթևի վերածնունդ ծրագիրը ազգային մրցունակության հիմնադրամի ամենակարևոր նախաձեռնությունն է։ Հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, հիմնված պետական մասնավոր համագործակցության սկզբունքով, որը նպատակ ունի տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակության։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հրապարակում մեր հանդիպումը ամեն երեքշաբթի եւ ուրբաթ է։